Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես նորից կմեկնեմ եւ հանդիպում կունենանք ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք, շեշտել է նա։ Եվրոպական հանձնաժողովը քայլեր է ձեռնարկում Հայաստանի ռուսական ագրեսիայից եւ ճնշումներից պաշտպանելու ու երկրի դիմադրողականությունն ուժեղացնելու ուղղությամբ, այս մասին հայտնում է Պոլիտիկո պարբերականը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը։ Առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ուղերձ եղել Հայաստանի քաղաքացիներին, նշելով, որ Հայաստանը դարձել է ազատության կղզյակ։ Կոնգոյում Էբոլա վիրուսի բռնկումը շարունակվում է տարածվել։ Երկրի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ վարակվածների թիվը հասել է 344-ի, իսկ մահացածների թիվը 60-ի։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի հայրը Մկրտիչ Սպերցյանը հերքել է այն լուրերը, թե որդին արդեն համաձայնվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիան, նշել է, որ առաջարկ կա, սակայն իրենց համար առաջնահերթությունը Եվրոպան է եւ վերջնական որոշում դեռ չկա։